Վարչապետ ուզում եմ առաջին անդրադառնալ երեկվա ապարանում ունեցածին, դուք այնտեղ արդեն ասացիք, որ ծառայողական, եթե չեմ հիշում, թե քննություն եք ասել, որ իրականացնել, ես ուզում եմ իմանալ ինչ կա այս միջադեպի հետ կապված պարզված, ինչ է տեղի ունեցել, որովհետև ականատեսը հստակ պնդում է, որ համակարգված աշակերտներին եւ ուսուցիչներին բերել են մասնակցելու հավաքին ձեզ հետ եւ սրան ի հավելում նաեւ դուք այդ պահին որ բաժանում եք քարտեզներն ու բացկապլիկները աշակերտների ներկայություն այդպես բոլորի ձեզ մոտ կասկածներ հարցեր չառաջացրեց, որ տեղում դուք եք փորձեիք հասկանալ։ Տեսեք, ես նախ ասեմ Եվ երկրորդ հարցը ուզում եմ եթե այսպես անենք, միանգամից հարցնել նաև քիչ առաջ դուք նաև այս հանդիպումների ժամանակ ելի անդրադարձակ Մարտինեկի գործին եւ հայտարարեցիք, որ բացահայտված է եւ Ռոբերտ Քոչարյանը պետք է տարբերակ չկա։ Մինչև այդտեղ նաև անդրադառնում էիք Գագիկ Ծաղիկյանի հետախուզման մեջ գտնվող տղային եւ մտքին ասում եք, որ ունել եք բերեք եւ նստացնեք։ Դուք սրան զուգահեռ մշտապես ասում եք, որ իրավական գործընթացներին չեք խախտվում, գործ չունեք եւ որևէ ձև չեք միջամտում։ Արդյոք սա միջամտություն չէ, որ դուք հարթակներից նման հայտարարություններ եք անում։ Առաջին մասով ոչ, որովհետեւ մենք հիմա նաև մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշում ունենք, որտեղ հստակ արձանագրվում է, որ այն տեղի ունեցել մարտի 1-ին տեղի ունեցել պետության կազմակերպում, եւ սա պետք է արձագանք ստանա։ Ընդհանրապես այդտեղ կա խնդիր, բայց ինչի չեք նստում դուք։ Ընդհանրապես այդտեղ կա խնդիր, բայց կա նաև խնդիր մեկ ուրիշ կողմից։ Մարդիկ ինձնից են պատասխան պահանջում եւ մարդկանց մոտ տպավորություն է, թե ես կուլիսային պայմանավորվածությունների մեջ ներգրավված ինդուլգենցիաներ եմ բաժանում Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, մեկի մյուսին։ Ես ասում եմ, որ արդարադատությունը պետք է հաստի։ Ի վերջո մարտի 1-ը լավ, ասենք, ու նաև ելույթում ասացի, որ այնտեղ որտեղ առավել եւս եւ ես անձնական որևէ առնչություն ունեմ, ես կրկնակի երրակի քառակի անգամ եմ փորձում ակտիվություն չցուցաբերել, բայց այնուամենայնիվ քաղաքական պատասխանատվությունը մնում է ինձ վրա եւ հիմա կա մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը եւ պետք է այդ որոշումը հասցեագրվի, հնարավոր չի, որովհետեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մեր իրավական համակարգի մաս է եւ պետք է մեղավորները պատժվեն։ Եվ դուք չեք ինձ ասում բանը ինչի հիման վրա եմ ասում, որ մարտի 1-ը բացահայտված է։ Բացահայտված է, որովհետև քրեական գործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան եւ պարզա, որ մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է այդ ամբողջը եւ պետք է պատասխան տա, միանշանակ պետք է պատա, ես չեմ միջամտում, դա որպես քաղաքացի եւ քաղաքացիների ներկայացուցիչ իմ ակնկալիքն է, որ պետք է հասցեագրվի, բայց ասենք ինչքան կարելի է, կներեք դուք ինչ չեք նստում, համեցեք Եկեք կգտնենք տեղ, մի քիչ նեղ տեղափոխվեք, դուք մի հատ կարակ նույնիսկ այդ բարձը հանեք, եթե տարբերակ կա։ Այսինքն ես ձևակերպում եմ մարդու իրավունքների Եվրոպական դատարանով արձանագրված անհրաժեշտություն։ Ինչ վերաբերվում է 3 ապարանի իրավիճակին, ես ասեմ, որ ի սկզբանե ինձ հետ հուզել է եւ ասեմ նաեւ, որ այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաեւ որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ ինչ-որ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար բանենք, որովհետեւ տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր բարձրաբանումներ, մենք հիմա ծառայական քննություն կիրականացնենք եւ այդտեղ որտեղ պարզի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ կազատվեն։ Այս վերջերս ընդհանրապես ես ասեմ, որ այս վերջերս դիտորդների հետ մի զրույց եմ ունեցել, ինձ հարց տվին, ասին 8 տարիա վարչապետ եք, ոնց եք խուսափելու վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից, եւ ես իրենց ասացի կհավատաք, ես ատում եմ վարչական ռեսուրսը եւ դա ճշմարտություն է, որովհետեւ այդ թվում այնտեղ որտեղ կա նմանատիպ երևույթ, դա ինձ հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել
եւ զգալ քաղաքացիների էմոցիաները։ Ես այսօր քաղաքացիների հետ մարդիկ իրանց տներից իջնում են եւ խոսակցություններ են տեղի ունենում, որոնք ինձ այնքան հուզում են, որ ես նույնիսկ ելույթի ժամանակ չեմ կարողանում հուզմունքս զսպել։ Այսինքն մեր ինչին է պետք վարչական ռեսուրսը։ Եվ էլի ասել եմ եւ ասում եմ, ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանք։ Ովքեր վարչական ռեսուրսի կիրառման մարդկանց կանխարգել են, երկուսն էլ ապօրինի գալ մեր հավաքի, էլի չի մնա առանց հետևանքի։ Դա միանշանակ։ Շնորհակալություն։ Ուղղակի ճիշտ ապարանի միջադեպով են դպրոցի տնօրենները ազատվել աշխատանքից։ Չեն ազատվել, դիմում են գրել։ Ես ասել եմ թող դիմում գրեն եւ գրել են։ Եթե չեմ սխալվում, 4 դպրոցի տնօրեն, ով որ ներկա է, որտեղից աշակերտա ներկա եղել ընդհանրապես, ասել եմ պարզել, չեմ կարող անգիր հիշել։ Ինձ ասել են, որ 4 դպրոցից է, պարզել եմ այն մարմինները, որ կարող են ճշտել, որ դպրոցի երեխեքը եւ ուսուցիչներն են, եւ որը պարզվել է, ասել եմ, որ դիմում գրեն, բայց այդ դիմումները չեն մակագրվի, այսինքն չեն ազատվի իրանք դե յուրե աշխատանքից, որովհետեւ պահիտակ կարող է հիմա այսօր էլ երեխեք կային, աստին դասից փախել են։ Հիմա հասկանում ենք, չէ, որ ես էլ իրանց հորդորց Բոլորը ասում են, որ դասը շուտ են ավարտել։ Հարգելի ազատություն, երկխոսության չվերապել։ Ես էլ եմ ասում։ Իրադրություն արձանագրված է, բայց որպեսզի չստացվի, որ մենք այսպես կամ սխալ տեղեկատվության կամ բուլինգի արդյունքում մարդկանց աշխատանքից ազատում, հիմա իրանք շնորհակալ են, իրանք դիմում են գրել, համարել են, որ ինչ-որ խնդիր կա։ Հիմա այդ դիմումների մասով կլինեն ծառայական քննություն։ Այնտեղ որտեղ կհիմնավորվի, որ տեղի է ունեցել ապօրինի բան, ընդ որում մենք դա կանենք թափանցիկ, որ հետո չստացվի, որ ինչ-որ բան փորձեցինք ծածկել, փակել։ Նախ ես ասեմ հետևյալը, նախ մենք ոչ միայն չենք հրահանգ տվել, որպեսզի այդպիսի բաներ լինեն, այլև խստորեն հրահանգել ենք բացառել նման երևույթներ։ Չէ՞ ես հրապարակային եւ բաց եւ թափանցիկ եմ ասել, ոստեղ եզրը այնա, որ մարդիկ որոշակի պայմաններում իրավունք չունեն այդ process-ին մասնակցել, բայց նաև մարդկանց չեն կարող մենք այն հատվածներում, որտեղ իրանք եւ իրավունք ունեն եւ ցանկություն ունեն, հիմա չստացվի, որ հակառակ կառավարությունը ասում է, վայ, մեզ հանկարծ չաջակցեք, էս էլ է, այսինքն մեզ նաև կարա պրովոկացիան մեզ այդ դաշտ մտնել։ Ես գիծը դնում եմ օրենքի, օրինակ ուսուցիչը իրավունք ունի քաղաքական ակցիային, միանշանակ իրավունք ունի, բայց հարցը այն է, հենց դա վարչական ռեսուրսի կիրառման բա, թե կամ օրինականության շրջանակներում, թե ապօրինական, այնտեղ որտեղ օրենքը չի խախտվել, մարդիկ իրավունք ունեն մասնակցել ցանկացած հավաքի, ինչ հավաքի, որ իրանք ուզում են մասնակցել։ Իսկ այնտեղ որտեղ օրենքը խախտվել է, կլինի հետևանք։ Հիմա ես բարդ թափանցիկ ասում եմ, մենք կոնկրետ տնօրենները դիմում են գրել, բայց մենք այդ դիմումները չենք մակագրի, այսինքն իրանք չեն ազատվի աշխատանքից, մինչև այն պահը, երբ որ մենք կարձանագրենք ապօրինության փաստ։ Եթե չենք արձանագրի ապօրինության փաստ, այդ մարդիկ կշարունակեն աշխատել։ Եթե առանձին կարճ ասածում գործողություններում ապօրինության փաստ կարձանագրենք, դա կունենա հետևանք, որտեղ չի լինի ապօրինության փաստ, բնականաբար հետևանք չի։ Շնորհակալություն, հաջորդը Շանթ։